ենք Հակոբոս 4, 11-ից 12 համարները։ Իրար մի չարախոսեք, եղբայրներ։ Իր եղբորը չարախոսողը կամ իր եղբորը դատողը օրենքի մասին է չարախոսում և օրենքն է դատում։ Արդ եթե օրենքը դատում ես, օրենքը կատարող չես, այլ դատավոր։ Մեկն է օրենսդիրը և դատավորը, որ կարող է փրկել և կորստյան մատնել։ Դու ով ես, որ ուրիշին դատում ես։ Աղոթենք։ Մեր պաշտել եկնավոր Սուրբ Հայր, այս առավոտ եկել են քո առաջ, մեր սրտի գոհությունը մատուցելու քեզ։ Մեծարելու և փառավորելու քո Սուրբ անունը, Տեր, որտեղ դու քո հայրական սիրով ևս մեկ շաբաթ խնամեցիր մեզ, առաջնորդեցիր, հոգ տարար։ Եվ այսօր քո շնորհով մեզ ամրացրել ես, որ գանք քո առջև ներկայանանք, քո երեսը փնտրենք, քո ներկայությունը, քո խոսքի մասի մտորենք, քո խոսքի գանձերը գտնենք, ուտենք, վայելենք և քեզ մեծարենք, Տեր։ Ուստի հիմա քո առաջնորդություն ենք խնդրում ամենքիս համար, որ լցնես մեր սրտերը քո Սուրբ Հոգով, մեր մտքերը պատրաստես մտորելու քո մասին, քո խոսքի շուրջ և էլ ավելի այսօր հասկանանք քո կամքը, թե ինչ ես ուզում ենք անենք, ինչպես վարվենք, ինչպես ապրենք, սիրենք և գործենք քեզ համար։ Ուստի դու առաջնորդիր Հիսուսի պատվական անունով ենք խնդրում, Տեր, ամեն։ Պատկերացրեք մի սովորական քաղաքացի մտնի դատարան և նստի դատավորի աթոռին և նստելով սկսի դատավճիռներ կարդալ մարդկանց մասին։ Ներկաները կհասկանան մի պարզ բան, որ այս ինքնակոչ մարդը զբաղեցրել է մի տեղ, որը իրեն չի պատկանում։ Նա իրավունք չունի նստելու դատավորի աթոռին։ Հենց այս պատկերը նկարագրում նաև Հակոբոսը։ Երբ մենք չարախոսում և դատապարտում ենք մեր կողքիններին, մենք գործնականում նստում ենք Աստծո աթոռին, կամ ուզում ենք նստել Աստծո աթոռին, և մեզ վերագրում այն իրավունքը, որը պատկանում է միայն Աստծուն։ Նախքան կուսումնասիրենք, թե ինչ է Հակոբոսն ասում մեզ մարդկանց դատելու կամ դատապարտելու մասին, մի փոքր հիշենք համատեքստը։ Ուրեմն ուր ենք հասել, 4-րդ գլուխն ենք Հակոբոսի, որտեղ նա խոսում է անձը աշխարհից անարատ պահելու մասին, աշխարհսիրության մեղքի մասին և ինչպես ազատվել այս մեղքից ու սրբության կյանքի մեջ առաջանալ։ 7-ից 10 համարներում մենք տեսանք, թե ինչ պատվերներ է տալիս Հակոբոսը Աստծո զավակներին աշխարհսիրությունից ազատվելու համար և ինչպես մոտենալ Աստծուն, ինչպես ունենալ առողջ փոխհարաբերություն երկնային մեր Հոր հետ։ Որից հետո այսօրվա մեր կարդացած 11-12 համարներում Հակոբոսը խոսում է մարդկային փոխհարաբերությունների մասին։ Ինչպես պետք է մենք վարվենք մեր շուրջինների հետ, ինչպես տարբերվենք այս աշխարհից, ինչպես մեզ անարատ պահենք նաև այս հարցում, չնմանվելով այս աշխարհին կամ աշխարհում եղած մարդկային փոխհարաբերություններին։ Ինչպես սիրել մերձավորին այնպես, ինչպես Հիսուս մեզ պատվիրեց, և ոչ թե սիրենք ըստ մեր պատկերացումների, ըստ մեր կանոնների, ըստ մեր կարգերի կամ ըստ մեր հարմարության։ Ինչու են այստեղ բարձրաձայնում այս թեման։ Քանի որ Աստծո հետ առողջ փոխհարաբերություններ չի կարող լինել, եթե չկա առողջ փոխհարաբերություններ մեր շուրջինների հետ։ Սրանք փոխկապակցված են միմյանց։ Հիսուսի տված մեծագույն պատվիրանը ունի այս երկու կողմերը՝ սիրել Աստծուն և սիրել մերձավորին։ Հովհաննես առաքյալն ասաց իր առաջին նամակում 4 գլուխ 20 և 21 համարներում. Եթե մեկն ասի Աստծուն սիրում եմ և իր եղբորն ատի, նա ստախոս է, որովհետև ով չի սիրում իր եղբորը, ում տեսել է։ Ինչպես կարող է սիրել Աստծուն, ում չի տեսել։ Եվ նրանից այս պատվիրան ունենք, թե ով Աստծուն սիրում է, իր եղբորն էլ պիտի սիրի։ Հակոբոսը 2-րդ գլխում խոսելով աչառության մեղքի մասին արդեն հիշատակեց դրացուն սիրելու այս պատվիրանի մասին։ Եվ հիմա 4 գլխում
Մենք տեսանք, որ նա խոսեց իրենց մեջ այս համայնքի կամ այս քրիստոնյաների մեջ եղած փոխհարաբերություններում արկա պատերազմների, վեճերի մասին եւ ցույց տվեց, թե ինչպես է աշխարհսիրությունը բերում իր վատ ազդեցությունը ոչ միայն Աստծո հետ ունեցած իրենց փոխհարաբերությունների վրա, այլ նաեւ միջանձնային մարդկանց իրենց քույր եղբայրների միջև եղած փոխհարաբերությունների վրա։ Այդ պատճառով 11-12 համարներում նա խոսում է մարդկային փոխհարաբերությունների մասին։ Իրենց անձերը աշխարհից անարատ պահելով, ապաշխարելով աշխարհսիրությունից, նրանք ոչ միայն պետք է Աստծուն սիրեն իրենց ողջ էությամբ, այլ նաև պետք է սիրեն իրենց կողքիններին այնպես, ինչպես Տերը պատվիրել է։ Իսկ կողքիններին սիրելու համար պետք է վերացնել դատապարտության, չարախոսության խոչընդոտը։ Եթե դու ճիշտ չմտածես քո շուրջի մարդկանց մասին, դու չես կարող անկեղծորեն սիրել, դու չես կարող ճիշտ վերաբերմունք ցուցաբերել մարդկանց։ Դրա համար հարցն այն է, թե ինչպես ես դու մտածում մարդկանց մասին, ինչպես ես դու դատողություններ անում, ինչպես ես դու գնահատականներ տալիս կամ կարծիք կազմում քո շուրջինների մասին։ Գուցե դու ձևավորես քեզ համար ինչ-որ մի բացասական կարծիք դիմացինի վերաբերյալ, քեզ թվա, որ դու ճիշտ կարծիք ունես, չարտահայտվես, չբարձրաձայնես, ու այդ քո բացասական կարծիքը, մտքերը խոչընդոտ լինեն քեզ համար սիրելու այդ մարդուն անկեղծ սրտով, ճիշտ վերաբերվելու նրան, ծառայելու կամ հոգ տանելու նրան։ Եվ այդ քո կարծիքը ժամանակի ընթացքում կարող է բերել չարախոսության, դատապարտության այս խնդրին։ Ուրեմն Հակոբոսը իր քույր եղբայրների հարաբերությունների մեջ եղած խնդիրներն իմանալով, նրանց պատերազմներն ու անախորժություններն իմանալով նրանց պատվիրում է չդատապարտել միմյանց, այլ հիշել, որ պետք է սիրել դիմացինին այնպես, ինչպես սիրում եք ձեր անձերը։ Պետք է ընդունեք ձեր քույր եղբայրներին այնպես, ինչպես Հիսուսն է ներել եւ ընդունել նրանց, անկախ ձեր տարբերություններից, անկախ դիմացինի մեղքերից, պահվածքից։ Դատապարտության մեղքը հանդիմանելիս Հակոբոսը նրանց զգուշացնում է 3 հետևանքների մասին, որ պետք է այսօր տեսնենք միասին։ Դատապարտության մեղքի 3 հետևանքները։ Դատապարտող մարդը անարգում է իր եղբորը, դատապարտող մարդը անարգում է Աստծո օրենքը եւ դատապարտող մարդը անարգում է Աստծո իշխանությունը։ Եվ միասին փորձել ենք տեսնել այս համատեքստում, թե ինչպես է Հակոբոսը խոսում այս թեմայի շուրջ։ Առաջինը դատապարտության մեղքի առաջին հետևանքը այն անարգում է իր եղբոր։ 11-րդ համարը եւս կարդանք։ Իրար մի չարախոսեք, եղբայրներ, իր եղբորը չարախոսողը կամ իր եղբորը դատողը օրենքի մասին է չարախոսում եւ օրենքն է դատում։ Ինչու ենք մենք այստեղ խոսում հենց դատապարտության մասին։ Ինչ է նշանակում դատապարտել։ Նախ Հակոբոսը ասում է լսարանին. մի չարախոսեք միմյանց։ Հունարեն այս չարախոսել բառը նշանակում է սուտ մեղադրանք, զրպարտություն, բանսարկություն։ Բառացի թարգմանությունը խոսել ցածր կամ ցածրացնել ինչ-որ մեկին։ Երբ մարդը քննադատական նսեմացնող խոսքերով ցածրացնում է ինչ-որ մեկին, հեղինակազրկում է նրան ուրիշների մոտ, կամ ուրիշներին տրամադրում է այն անձի դեմ, ում մասին նա չարախոսում է։ Այս բանսարկության հեղինակը Սատանան է։ Սա նրա ձեռագիրն է։ Եվ երբ քրիստոնյան չի քայլում Աստծո հոգով ու երկնային իմաստությամբ, նա ընկնում է չարի ազդեցության տակ ու վարվում է մարմնապես, որի դրսևորումներից մեկը հենց այս չարախոսությունն է, բանսարկությունն է։ Սատանան հենց ի սկզբանե Եդեմական պարտեզում չարախոսեց Աստծո մասին ու մոլորեցրեց Եվային ասելով. իսկապես Աստված ասաց պարտեզի ոչ մի ծառից չուտեք։ Այսինքն Աստված ձեզ համար հոգ չի տանում, կա մի բարի բան, որ նա չի կամենում ձեզ համար։ Ու հետո ասաց, եթե ուտեք, չեք մեռնի։ Աստված չի ուզում, որ դուք չարն ու բարի իմանաք, որ դուք Աստծո նման լինեք
Բայց եթե ուտեք, չեք մեռնի, դուք Աստծո պես կլինեք։ Սա բանսարկություն է։ Աստծո մասին սուտ տեղեկություն։ Նմանապես աշխարհիկ մարդիկ են հետևում իրենց հոր սատանայի այսպիսի ճանապարհներին։ Եվ ցավոք, քրիստոնյաները, ովքեր աշխարհսիրության մեջ են, իրենց մարդկային իմաստությամբ են շարժվում, նույնպես ընկնում են այս գայթակղության եւ այս մեղքի մեջ։ Օրինակ, մեզ թվում է, թե մենք մարդուն լավ հասկացել ենք, լավ քննել ենք, շարժառիթները լավ բացահայտել ենք ու կարծիք կազմելով այդ մարդու մասին, խոսում ենք բաներ, որոնք իրականում սուտ են, դա պարզապես մեր սուբյեկտիվ կարծիքն է։ Մենք ենք այդպես ընկալել, հասկացել իրավիճակը, մարդուն կամ նրա ասածը։ Ու մասին, որ բամբասում ենք ու չարախոսում ենք, նրան ցածրացնում ենք ուրիշների մոտ։ Սա չափազանց մեծ հետևանքներ է թողնում։ Այն գայթակղությունը տարածում, որը որ մարդկանց գայթակեցնելով հեռացնում է եկեղեցուց։ Դե դու գուցե մտածում ես, դե եսի մտերիմ ընկերների հետ եմ կիսվում, զրուցում, քննարկում, խորհուրդ հասցում, թե ինչպես վարվեմ։ Պետք չէ քննարկել ուրիշներին եւ ուրիշների կյանքերը։ Քննարկիր քո կյանքը, քո սրտի մեղքերը, չար ցանկությունները, չար գործերը։ Քննարկիր եւ խորհուրդ հարցու, թե դու ինչպես ապրես Աստծո համար, պատղաբերես Աստծո համար։ Մենք չարախոսում ենք, բամբասում ենք ու հետո արդարացումներ ենք բերում մեզ համար։ Ոչ, սիրելիներ, դրանք ստեր են, որին մենք հավատացել ենք։ Ինչ որ մեկի մասին ուզում ես խոսել, չես դիմանում։ Խոսիր, բայց գնա այդ մարդու հետ խոսիր, ու մասին դու ինչ-որ բաներ ես մտածել, ինչ-որ բաներ ես տեսել, լսել, կամ ինչ-որ մեկը քեզ նեղացրել է, վիրավորել է, այդ մարդու մի դարձու քննարկման թեմա ուրիշների հետ, գնա խոսիր առանձին։ Հիշիր, որ քո միտքը վստահելի չէ, դու կարող ես շատ սխալ վերլուծություններ անել, ունենալով սահմանափակ տեղեկություններ, եւ դրա հետևանքում ոչ միայն դու ես սխալ եզրակացության գալիս, այլ նաեւ այդ սուտը սերմանում ես ուրիշ մարդկանց մտքերում։ Եվ այդ չարախոսությամբ դու քանդում ես քո հարաբերությունները այդ մարդու հետ։ Այնինչ դու պարտավոր ես սիրել ու կառուցել այդ հարաբերությունները։ Հաշտության մեջ լինել բոլոր մարդկանց հետ, խաղաղության մեջ լինել, որքան որ քեզնից է կախված։ Հակոբոսը նա խոսում է եւ ասում է՝ մի չարախոսեք, որից հետո հաջորդ արտահայտության մեջ նայեք, ավելացնում եմ եւս մեկ տերմին, ասում է իր եղբորը չարախոսողը կամ իր եղբորը դատողը։ Երբ Հակոբոս ավելացնում այս դատել տերմինը, ավելի պարզ է դառնում, թե ինչպիսի չարախոսության մասին է խոսքը գնում։ Չարախոսություն, որով մարդը դատում է իր քույր եղբայրներին։ Եվ այստեղ օգտագործված այս կամ բառը կապում է չարախոսությունը դատելու հետ։ Եվ նաև այս երկու բառերը, ասում է չարախոսողը եւ դատողը, այս երկու բառերը կապված են նաև մեկ որոշիչ հոդով հունարենում։ Այսինքն, օգտագործելով այս դատել բառը, Հակոբոսը գործածում է այն որպես չարախոսության բացատրություն, թե ինչպիսի չարախոսության մասին է խոսքը գնում։ Իսկ ինչ իմաստով է Հակոբոսը օգտագործում դատել բառը։ Հունարեն այս դատել բառը Սուրբ գրքում օգտագործվում է եւ դրական իմաստով եւ բացասական, նույն այս բառը։ Օրինակ ընթերցենք մի հատված առաջին Կորինթացիից, որտեղ Պողոս առաքյալը ասում է 5 եւ 6 գլուխներից մի քանի համարներ նայենք։ Նախ 12 համարը։ 12-13 Իմ ինչ գործն է, որ դրսիներին դատեմ։ Դուք ներսիներին չեք դատում։ Իսկ դրսիներին Աստված է դատում։ Դրա համար այդ չար անձին ձեր միջից դուրս հանեք։ 6-րդ գլուխ։ Եթե ձեզից մեկն ընկերոջ հետ խնդիր ունենա, կհամարձակվի սրբերի փոխարեն դատի գնալ անիրավների առաջ։ Չգիտեք, որ սրբերը պիտի դատեն աշխարհը, եւ եթե աշխարհը ձեզանով պիտի դատվի, ապա դուք արժանի չեք ձեր մեջ չնչին դատերը վարելու։ 5 եւ 6 համարներում ձեզ ամաչացնելու համար եմ ասում, ձեր մեջ այնքան իմաստուն մի մարդ չկա, որ կարողանա իր եղբայրների միջև դատ անել։ Բայց եղբայրը եղբոր դեմ դատ է սկսում, այն էլ անհավատների մոտ։ Այս հատվածում Պողոսը հանդիմանում է նրանց, որ եկեղեցու մեջ եղած խնդիրների համար դատի են տալիս աշխարհիկ դատարաններում։
Իսկ Պողոսն ասում է. դուք ձեր մեջ վարեք ձեր դատերը։ Այսինքն Պողոսն ասում է. դատ արեք։ Այս նույն բառն է այստեղ օգտագործվում, բայց դրական իմաստով։ Պողոսն ասում է ձեր միջև դատ արեք, այսինքն ձեր մեջ եղած հարցերը ու խնդիրները քննեք ու որոշեք, թե ո՞րն է ճիշտ եւ ո՞րն է սխալ, ըստ Աստծո խոսքի։ Արդար դատաստան արեք։ Աստծո խոսքը մեր սահմանադրությունն է, ուստի այդ սահմանության մեջ եւ ըստ այդ սահմանադրության մենք պետք է գնահատականներ տանք, թե ինչն է մեղք եւ ինչը ոչ, ինչն է ճիշտ ու արդար եւ ինչը կեղծ եւ սուտ։ Շատ տարածված խաբկանք կա այս դատելու թեմայի վերաբերյալ։ Երբ գնահատական ես տալիս մարդկանց ուսուցումներին կամ վարդապետությանը, կոչելով այն դիվայն վարդապետություն, ինչպես Սուրբ Գիրքն է այն կոչում, կամ երբ մոլար ուսուցիչներին, քարոզիչներին դու կոչում ես մոլորեցնողները սուտ ուսուցիչներ, շատ դեպքերում մանուկ քրիստոնյաներ ասում են դու քեզ դատում, մի դատիր, որպեսզի դու էլ չդատվես։ Եվ սա շատ չարաշահված, սխալ մեկնաբանված միտք է, որ մարդիկ օգտագործում են։ Եվ այստեղ կա թյուր ըմբռնում։ Խնդիրն այն է, որ մարդիկ չեն հասկանում դատել բառի իմաստը Սուրբ գրքում։ Չեն հասկանում, թե ինչ հարցերն են, որոնք մենք պետք է դատենք ու գնահատական տանք, թե ո՞րն է ճշմարիտ եւ ո՞րն է սուտ, համատելով այն Աստծո ճշմարտության հետ, եւ որ հարցերն են, որոնք մեզ տրված չէ դատաստան անել։ Հունարեն այս դատել բառը երկու իմաստ ունի։ Առաջինը նշանակում է զատորոշել, տարբերակել, ցույց տալ, թե ո՞րն է ճիշտ եւ ո՞րը սխալ։ Եվ սա քրիստոնյային տրված պատասխանատվություն է, որը նա կատարում է Աստծո խոսքի համեմատ, ոչ թե սեփական կարծիքի համեմատ։ Եվ այս բառը երկրորդ իմաստը նշանակում է դատապարտել։ Գիտեք ինչ է նշանակում դատապարտել։ Դատավորի դերը վերցնել ու կայացնել վճիռը։ Կայացնել վճիռ կոնկրետ անձի վերաբերյալ, կապված նրա փրկության կամ դժոխք գնալու հետ, կամ դատել անարդարացի չար նպատակով, չարախոսելով ու վատաբանելով այդ մարդուն։ Այս երկու կերպերով օգտագործում է Աստվածաշնչում այս դատել բառը։ Հարցն այն է, մենք պետք է հասկանանք, թե որտեղ, որ համատեքստում հեղինակը ինչ կերպով է այն օգտագործում եւ ինչպես է նա կամ պատվեր տալիս դատել, արդար դատաստան անել, կամ ինչն է, որ մենք չպետք է դատենք, դատապարտենք կամ դատաստանը վերցնենք մեր ձեռքը։ Հիսուսն ասաց Մատթեոս 7-րդ գլխում առաջ երկու համարներում. մի դատեք, որ չդատվեք, որովհետև ինչ դատաստանը որ դատեք, նրանով պիտի դատվեք եւ ինչ չափով որ չափեք, նրանով էլ ձեզ կչափվի։ Ինչ իմաստով ասաց Հիսուս այստեղ մի դատեք։ Մատթեոս ավետարանի 5-ից 7 գլուխները Հիսուսի լեռան քարոզն է, որտեղ նա խոսում է փարիսեցիների կեղծ արդարության մասին, նրանց կեղծավորության մասին եւ բացատրում է, թե ինչպիսին է իրական արդարացված մարդու կյանքը։ 5-րդ գլուխ 20 համարում ասում է Մատթեոս, նա տալիս է կենտրոնական միտքը. ասում եմ ձեզ, եթե ձեր արդարությունը չլինի ավելին, քան դպիրներին ու փարիսեցիներինը, երկնքի արքայություն չեք մտնի։ Որից հետո նա խոսում է, թե ո՞րն է իրական հավատի կյանքը, իրական արդարացված մարդու կյանքը, ինչպիսի պտուղներ են ցույց տալիս, որ մարդը իրապես Աստծո զավակ է։ Արտաքին կեղծավոր փարիսեցիական այս կրոնական կերպարը Հիսուսը դատապարտեց ու բացահայտեց նրանց մեռած հավատը։ Ուրեմն այս համատեքստում, երբ նա խոսում է չդատելու մասին, նա խոսում է կեղծավորների անարդար դատաստանի մասին, իրենց ուրիշներից ավելի լավը համարողների մասին, ինչպես փարիսեցիներն էին անմաքուր համարում նրանց, ովքեր իրենց կրոնից չէին ու դատապարտում էին նրանց դժոխքի։ Ովքեր հրյա չեն, ովքեր փարիսեցի չեն, ուրեմն նրանք գնում են դժոխք ըստ իրենց։ Հա թե ինչպեսի սուտ դատաստանի դեմ է խոսում Հիսուս։ Հիսուս նկատի չունի մի տարբերակեք սուտը ճշմարտությունից, արդարը կեղծից, մի ասեք թե ո՞րն է ճիշտը, որը սխալ, ով է ճշմարիտ
քարոզիչ, ով է մոլորեցնող։ Ոչ, այլապես նա չէր ասի Հովհաննեսի ավետարանում 7:24-ում, ըստ տեսածի մի դատեք, այլ արդար դատաստան արեք։ Նա պատվիրում է արդար դատ անել, ըստ ճշմարտության, ըստ իր խոսքի։ Սակայն նա մերժում է կեղծ դատաստանը, դատապարտումը, երբ փարիսեցիները իրենց վրա վերցնելով միակ դատավորի դերը, վճիռ են կայացում, թե ով է փրկված, ով է գնում դժոխք, ով է ընդունելի Աստծո կողմից, ով է մերժված Աստծուց։ Հիսուս շարունակում է Մատթեոս 7-րդ գլխում ասելով 3-5 ամաներում, եւ ինչու եղբոր աշկի միջի շուղը տեսնում ես, իսկ քո աշկի միջի գերանը չես նկատում։ Կամ ինչպես ես եղբոր ասում, թող շուղը աշկիդ միջից հանեմ, եւ ահա քո աշկի մեջ գերան կա։ Կեղծավոր։ Նախ քո աշկից գերանը հանիր, եւ այդ ժամանակ կտեսնես, թե ինչպես եղբորդ աշկից շուղը հանես։ Այս կեղծավոր փարիսեցիները անարդար դատ էին վարում, եւ Հիսուս նրանց ասում է. նայեք ձեր անձերին ու ձեր ապրած կյանքերին։ Դուք որ սովորեցնում եք մարդկանց, թե ինչ պետք է անեն, իսկ դուք չեք պահում այդ ամենը, ինչպես եք դատապարտում մարդկանց այդ օրենքները չպահելու համար, բայց ձեր անձերը նույն այդ դատաստանով չեք դատում։ Հիսուս իրենց հայացքը ուղղում է իրենց անձերի վրա, որպես իրենք տեսնեն իրենց մեղավոր վիճակն ու գործերը ու խոնարհվեն, Աստծո ողորմությունը փնտրեն եւ սովորեն, թե ինչպես պետք է ողորմած լինել նաեւ դիմացիների նկատմամբ։ Ձեզ տրված չէ դատապարտել մարդկանց, որոշել, թե ով է փրկված, իսկ ով է գնում դժոխք։ Պողոս առաքյալը մինչև Հիսուսին ճանաչելը փարիսեցի կրոնավոր էր։ Եկեղեցուն հալածող կարծում էր, թե Աստծուն է ծառայում։ Բայց նա Աստծո ընտրյալն էր, ով դեռ չուներ փրկություն այդ ժամանակ։ Նա մոլորված էր ու մոլորեցնում էր մարդկանց, սակայն Տերը նրան ապաշխարության տարավ, որից հետո նա դարձավ ճշմարիտ քարոզիչ։ Տեսնելով Սողոսի այդ կյանքը, արդյոք ճիշտ կլիներ նրան համարել կորստյան որդի։ Ճիշտ կլիներ ասել, որ Սողոսը մոլորեցնողը եւ սուտ ուսուցիչ է, բայց ոչ դատապարտել նրան դժոխքի, որտեվ Աստված է, որ իզորու է փրկելու մոլորվածին։ Մարդը գուցե չիմանար Աստծո ծրագրերը, չիմանար, որ Պողոս այո Աստծո ընտրյալն է ու սխալ դատաստան անի։ Քրիստոնյա լինելով, ասի նրան քրիստոնյայի հալածիչ է, նա մոլորեցնող է, նա դժոխքի արժան է։ Սա մեզ սովորեցնում է ճիշտ դատ վարել եւ մեզ վրա չվերցնել այն դատավորի գործը, որը միայն Աստծուն է պատկանում։ Դրա համար Հակոբոսն ասում է. մեկն է դատավորը, մեկն է դատապարտողը, ով փրկում է եւ նաեւ կորստյան է մատնում։ Սա նրա գործն է եւ ոչ թե մարդու։ Մենք ունենք Աստծուց տրված պատվեր դատելու մարդկանց գործերը ըստ Աստծո խոսքի։ Ասելու, թե ինչն է ճշմարիտ եւ ինչն է սուտ, ով է մոլորեցնող եւ ով է ծռում Աստծո խոսքը, ով է ուղիղ քարոզում, ով է դիվայն վարդապետության հետևորդ եւ ով է ճշմարիտ վարդապետության հետևորդ։ Սակայն մենք չենք ասում, որ այս կամ այն մոլորեցնողը գնալու է դժոխք ի վերջո։ Իհարկե մենք ասում ենք, եթե մարդ չապաշխարի իր մոլորեցությունից, եթե նա չճանաչի ճշմարիտ Հիսուսին, Աստվածաշնչյան Հիսուսին, այո նա կգնա դժոխք, բայց ի վերջո այդ դատաստանը Աստծուն է պատկանում, որտեղ մենք չգիտենք այդ մոլորեցնողը իր կյանքի որ փուլում կարող է ապաշխարել, նա Աստծո ընտրյալն է թե ոչ, նա ի վերջո կապաշխարի անգամ իր վերջի շունչը փչելուց թե ոչ, մենք չգիտենք, դա մերը չէ, մեր դատաստանը չէ։ Ուստի մենք չենք մարդկանց ուղարկում դժոխք կամ հայտարարում, թե ով է դժոխքի արժան։ Դա միայն Աստված գիտի։ Նա գիտի իրեններին ու նա գիտի կորսվածներին, ուստի սա Աստծո իշխանությունն է։ Եվ սա մեզ պետք է խոնարհեցնի, մենք իրավունք չունենք մեր մեջ վճռել, թե ով է ի վերջո փրկվողը եւ ով ոչ։ Մեր պարտքը սիրելն է, ծառայելն է մեր կողքիներին, անգամ նրանց,
ու կարծում ենք, թե մոլորված են, կամ կարծում ենք, թե անգամ չունեն վերստին ծնունդ։ Սիրելիներ, նայեք ձեր վերաբերմունքներին համայնքի մեջ ձեր քույր եղբայրների նկատմամբ։ Դու որ տեսնում ես մեկի պահվածքի մեջ շեղում, մեղք, անօրենություն, ինչ դատաստան ես անում քո մեջ, ինչ եզրակացություն ես անում, ինչպես այն ազդում քո սիրո վրա, դառնում ես աչառ, վանում ես քեզնից այդ մարդուն, չես ցանկանում սիրել, շփվել ու ծառայել այդ մեկին, բայց սա հպարտություն է, դու անարդար դատաստան ես անում քո մեջ, որը եւ ազդում է քո սիրո վրա այդ անձի նկատմամբ։ Եվ միտքդ այսպեսի սխալ դատաստան է անում, պարզապես նայիր քո անձին ու քո ապրած կյանքին։ Նայիր քո աչքի գերաններին, նայիր քո անօրենություններին, որտեղ դու այդ դիմացի մարդուց լավը չես։ Սովորել թե ինչ է նշանակում, ողորմություն եմ ուզում եւ ոչ թե զոհ։ Սովորել լինել ողորմած, ինչպես քո երկնային հայրն է ողորմած քո նկատմամբ։ Եթե քո կողքինին դու դատապարտում ես իր մեղքի համար, ապա մտածիր, որ դու նույնպես արժան ես այդ նույն դատապարտության Աստծո կողմից։ Բայց Աստված արդյոք հատուցում է մեզ ըստ մեր արժանիքի, թե նա ողորմում է մեզ։ Երբ հասկանաս քո աչքի գերանի մեծությունը, խոնարհվես, Աստծո ողորմությունից կարճես, սովորես այդ ողորմությամբ վարվել, ապա այդ ժամանակ կիմանաս ու կկարողանաս եղբորդ աչքի շուղը տեսնել, օգնել, հանել առանց վնասելու նրան։ Նույնքերպ Հակոբոսն է օգտագործում այս դատել բառը մեր կարդացած այս հատվածում։ 11-րդ համարում նույնպես դատապարտել իմաստն է այստեղ։ Մեկը, ով չարախոսում է եղբորը, ունի չար նպատակ, չարախոսելով նա դատավճիռ է կայացրել դիմացինի անձի մասին ու դատապարտում է նրան, համարելով կորստյան որդի։ Այսպեսի դատապարտումը զրկում է քեզ սիրել դիմացինին քո անձի պես, ծառայել ու շահել այդ մարդուն Աստծո համար։ Այսպեսի անարդար դատաստանով դու անարգում ես այն մեկին, ով գուցե պատկանում է Աստծուն, գուցե նա դարձի է գալու իր մոլորությունից, իր մեղքից, բայց դու չգիտես դա։ Դա տրված չէ մեզ, որ մենք իմանանք ժամերը, ժամանակները, մարդկանց սրտերը, դա Աստծուն է պատկանում։ Պողոս Հռոմեացիս 14 գլխում գրում է 1-4 համարներում. հավատի մեջ նկարացածին ընդունեք, առանց նրա կարծիքները քննադատելու։ Մեկի հավատը թույլ է տալիս ամեն ինչ ուտել, իսկ մյուսը, որ տկար է, միայն բանջարեղեն է ուտում։ Ուտողը թող չուտողին չանարգի, իսկ չուտողն էլ թող ուտողին չդատի, որովհետև Աստված նրան ընդունել է։ Դու ով ես, որ ուրիշի ծառային դատում ես, նա այդ իրոջ համար է կանգուն կամ ընկած, բայց նա կկանգնի, որովհետև Աստված կարող է նրան վեր կանգնեցնել։ Ուստի մի անարգիր մարդկանց, քննադատելով նրանց կարծիքները։ Նախ ընդունիր հավատի մեջ տկար եղողին, մի դատապարտիր ու մի համարիր սատանայի զավակ։ Ինչ գիտես, գուցե Աստված նրան ընդունել է ու նա Աստծո զավակ է։ Անկամ եթե նա կարծիքը սխալ է, անկամ եթե մեղքի մեջ է ընկել, նախ սովորիր սիրել եւ ընդունել այդ մեղավորին, քեզնից լավը համարել, որից հետո կարողանաս ծառայել նրան ու օգնել սովորելու ճշմարտությունը, սովորելու Հիսուսի ճշմարտությունը։ Դա համար առաջինը չարախոսությամբ դատապարտող մարդը անարգում է իր դիմացինին, քանի որ ցածրացնում է նրան, չար ու կեղծ լուրեր է տարածում նրա մասին, հիմնվելով սեփական թերի կարծիքի վրա։ Այնիշ Տերն ասում է. դիմացինին ձեզից ավելի լավը համարեցեք ու սիրեք ձեր անձերի պես։ Ընդունեցեք տկարներին, քանի որ Տերը արդեն ընդունել է։ Սա առաջինն է, երկրորդ դատապարտության մեղքի երկրորդ հետևանքը մեր տեքստում։ Դատապարտող մարդը անարգում է Աստծո օրենքը։ 11-րդ համարում շարունակության մեջ կարդում ենք. իր եղբորը չարախոսողը կամ իր եղբորը դատողը օրենքի մասին է չարախոսում եւ օրենքն է դատում։ Արդյոք եթե օրենքը դատում ես, օրենքը կատարող չես։
այլ դատավոր։ Որ օրենքի մասին է այստեղ խոսքը գնում։ Հակոբոս 2 գլխի 8-րդ համարում Հակոբոսն ասաց, սակայն եթե թագավորական օրենքը Սուրբ գրքի համաձայն է կատարում, պիտի սիրես քո ընկերոջդ ինչպես ինքդ քեզ, լավ եք անում։ Այս համարում Հակոբոսը խոսեց թագավորական օրենքի մասին, որը սիրո օրենքն է։ Քանի որ միմյանց եղբայրաբար սիրելը Աստծո ամբողջ օրենքն է ամփոփված մեկ պատվիրանով, ապա երբ մենք չենք սիրում, մենք խախտում ենք Աստծո օրենքը։ Այսպեսով, երբ դու չարախոսում ես եղբորը, դատապարտում ես, դու Աստծո սիրո օրենքն ես չարախոսում, դու անարգում ես այդ օրենքը, դու մերժում ես։ Դու չես համաձայնվում հետևելու այդ օրենքին, այդ կարգերին։ Դրանով դու ցույց ես տալիս, որ Աստծո դրված կարգերը, պատվերները ճիշտ չեն, արդար չեն։ Երբ մարդը խախտում է Աստծո օրենքը, դրանով նա ասում է, որ ես գերազանցում եմ այդ օրենքին։ Ես այդ օրենքի տակ չեմ, ես կապված չեմ այդ օրենքին, ես չեմ ապրի այդ օրենքով, եւ Աստված չի կարող ինձ ասել, թե ես ինչ անեմ։ Ահա թե ինչ է ասում մեղքը, մերժումը Աստծո դրած կարգերին եւ օրենքներին։ Դրա համար է յուրաքանչյուր մեղքի հիմքում մարդու հպարտության մեղքը։ Ես գիտեմ, թե ինչ է ասում Աստված, բայց ես չեմ ենթարկվում Աստծո օրենքին։ Ես ունեմ ավելի բարձր օրենք եւ դա իմ օրենքն է։ Հակոբոսն ասում է, երբ դու չես սիրում քո դրածուն, դու անարգում ես Աստծո խոսքը, նրա կամքը։ Նա սիրեց մեղավորին, բարձրացրեց կորցված վիճակից, իսկ դու ցածրացնում ես մարդուն, չարախոսում ես, մեղադրում ես ու դատապարտում ես։ Ասում եմ, եթե օրենքը դատում ես, օրենքը կատարող չես, այլ դատավոր։ Դու բարձրացել ես դատավորի աթոռի վրա ես նստել եւ ուզում ես դու ղեկավարել, դու ճիշտ եւ սխալ անել։ Դու մերժել ես Աստծո օրենքի իշխանության տակ գտնվողի քո դիրքը։ Ես զբաղեցրել ես այդ օրենքից վեր դիրք։ Եվ սա մարդու հպարտությունն է։ Նա կարծում է, որ իր օրենքը, իր որոշած կարգերն ու գործողությունները ավելի ճիշտ են, ավելի արդար են, ավելի համապատասխան են դիմացինի արածին, ասածին, մեղքին։ Հակոբոսն ասաց, որ կենդանի ու ճշմարիտ հավատ ունեցողը Աստծո խոսքը շարունակապես կատարող մեկն է։ Մեկը ով աճում այս ընթացքի մեջ, ձգտում է իր կյանքը հնազանդեցնել Աստծո խոսքին Եհովին։ Սակայն երբ մարդը իրեն բարձրացնում է դատավորի դիրքում ու շարժվում է իրեն հարմար օրենքներով, նա խոսքը կատարող չէ, նա հնազանդ չէ այդ խոսքին։ Հետևաբար նա դրանով վկայում է, որ չունի այն կենդանի փրկարար հավատը, որի մասին Հակոբոս իր ողջ նամակի ընթացքում խոսում է։ Թե ինչպիսին է կենդանի հավատը եւ ինչպես պետք է դրսևորվի մարդու գործնական կյանքում։ Արդյոք նկատում ես քո դրածուն սիրելու մեջ, քո սիրո վերաբերմունք ցուցաբերելու մեջ ու ծառայելու մեջ ըմբոստություն, աչառություն, անհամաձայնություն Աստծո ասածներին։ Նկատում ես, թե ինչպես է փոխվում քո վերաբերմունքը, սերը, գործողությունները նրանց նկատմամբ, ովքեր իրենց տկարությամբ մեղք են գործում քո նկատմամբ, սխալվում են, թերանում են կամ որևէ անարգալից վերաբերմունք են ցուցաբերում քո նկատմամբ։ Ինչպես ես վարվում այդ հավատի մեջ տկարի հետ։ Գնում ես անմիջապես չարախոսելու քո մտերիմների հետ, բամբասելու, բողոքելու, թե սիրով ու քաղցր վերաբերմունքով փորձում ես շահել այդ մեկին։ Ու քո օրինակով սովորեցնել նրան օգնել հասկանալ, փոխվել եւ ձեր հարաբերությունները կառուցել, ձեր հարաբերությունները պահել հաշտության մեջ, խաղաղության մեջ։ Ինչպես է դու վարվում։ Այսպիսին է Աստծո սիրո օրենքին հնազանդությունը։ Հիսուսն ասաց անգամ սիրեք ձեր թշնամիներին ու աղոթեք նրանց համար, իսկ մենք մեր քույր եղբայրներին անգամ չենք ուզում սիրել ու բարձրացնել
ծառայել մեր վարքով ու գործնական սիրով։ Այլ մենք ուզում ենք անմիջապես հակահարված տալ նրա արածներին, նրա արարքներին, նրա վերաբերմունքին համապատասխան հարված հասցնել։ Դե արմատում իհարկե հպարտությունն է, քանի որ մենք նախընտրում ենք մեզ հարմար պատասխան տալ դիմացինի արժանիքին համապատասխան վարվել։ Կարևոր չէ ինքը ինչ կզգա, ինչ կապրի, կարևորը անձս բավարարվի հակահարվածով, վերեշխնդրությամբ, առամարելով, անտեսելով այդ մեկին։ Այսպիսի դեպքերում քո հպարտությունը իշխում քեզ վրա։ Դրա համար դու քայլ չես անում դեպի այդ անձը։ Խաղաղությամբ ու խոնարհությամբ չես գնում խոսելու, սեր ցուցաբերելու, շահելու եւ հաշտություն փնտրելու այդ մարդու հետ։ Սիրելիս, դու չես հասկանում, որ դու Աստծո դեմ ես մեղանչում այդպիսի քո պատասխանով, այդպիսի չարախոսությամբ կամ դատապարտությամբ։ Դու Աստծո սիրո օրենքի պատվիրանն ես անարգում, վարվելով քո փուչ օրենքներով ու մեթոդներով։ Այդ կերպ դու սատանային ես գոհացնում եւ ոչ թե քո երկնային հորը։ Դրա համար երկրորդ, մենք պետք է հասկանանք, որ երբ քննադատում, չարախոսում ու դատապարտում ենք մեր կողքիններին, մենք անարգում ենք Աստծո սիրո պատվիրանը։ Մեծագույն պատվիրանը։ Սիրիր դիմացինիդ քո անձի պես։ Վարվի նրա հետ այնպես, ինչպես կուզեիր, որ քեզ հետ վարվեին։ Եվ երրորդը մեր տեքստում դատապարտության վերջին հետևանքը, որ տեսնում ենք, երրորդը դատապարտող մարդը անարգում է Աստծո իշխանությունը։ 12-րդ համարում մեկն է օրենսդիրը եւ դատավորը, որ կարող է փրկել ու կորստյան մատնել։ Դու ով ես, որ ուրիշին դատում ես։ Հակոբոսն ասում է. դու քեզ ուզում ես դնել դատավորի դիրքում, բայց իմացիր, որ միայն մեկ դատավոր կա։ Միայն մեկ իշխանություն ունի դատապարտելու կամ փրկելու։ Միայն մեկն է օրենսդիրը։ Տերն է արարիչը այս կյանքի ու ամեն մեկի, ուստի միայն արարիչն է սահմանում կարգերը եւ կանոնները։ Միայն նրա դրած օրենքներն են ընդունված եւ ոչ ոք չի կարող փոփոխել այն։ Եվ մարդը մերժում է Աստծո սահմանած կարգերը եւ իր սեփականն է հորինում ըստ իր ցանկության, ինքը իր համար հորինում է իր ճիշտը, իսկ այդ ամենը ոչինչ է Աստծո համար։ Ու այդ ամենը մարդուն առաջնորդում է դժոխք։ Այդ ամենը անընդունելի է Աստծո կողմից։ Աստված չի սակարկելու իր օրենքը, իր կարգերը, իր ճշմարտությունը, իր ճանապարհները։ Մարդն է փոխում իրեն հարմար կերպով, վարվում, բայց դա տանում է իրեն մոլորության։ Միայն մեկ սահմանադրությունն է վավեր հավիտյանս հավիտենից, ու դա Աստծո օրենքն է։ Ու քանի որ կա մեկ օրենսդիր, ուրեմն կա նաև մեկ դատավոր, եւ Աստված ինքն է դա, այդ դատավորը, ով ամեն բան դատում է ըստ իր ճշմարտության եւ իր արդարության, ըստ իր կամքի եւ իր սահմանադրության։ Որքան անգամներ ենք մենք մեր կյանքի քայլերի որոշումների համար գրում մեր անձնական օրենսգիրքը եւ շարժվում, ապրում ու գործում ենք մեզ հարմար ու ցանկալի կանոններով։ Եթե քո կյանքի թագավորը դեռ դու ես, եթե դու նստել ես դատավորի աթոռին եւ դատում ես ըստ քո օրենքների, ապա պետք է ապաշխարել հենց այսօր, հենց հիմա եւ լսում ես Աստծո խոսքը, որ քեզ ասում է, կա միայն մեկ դատավոր, կա միայն մեկ օրենսգիրք, կա միայն մեկը, որ օրենսքն է դնում, գրում, եւ այդ մեկը ես չեմ, եւ այդ մեկը դու չես։ Եվ քանի որ դու չես, ուրեմն խոնարհվիր այս կատարյալ, արդար, բարի ու ողորմած հավիտենական թագավորի առաջ, քանի դեռ ունես այդ հնարավորությունը, քանի դեռ ուշ չէ, որովհետեւ երբ այս արդար դատավորը գա երկիրը դատելու, այդ ժամանակ ողորմության դուրը փակվելու է եւ գալու է ժամանակը, որ ամեն մեկը պիտի կանգնի Աստծո արդար դատաստանի առջև։
քո ապաշխարությունը, քո խոնարհումը, քո համաձայնությունը այս դատավորի հետ, քո հրաժարումը մեղքից եւ Հիսուսի կանոններին հետևելու քո ջանքն ու փափագը կլինի նշան քեզ համար, որ դու Աստծո զավակ ես, դու իրապես Տիրոջին ես, դու իրապես ապաշխարել ես քո եսից, քո պարտությունից, քո թագավորությունից եւ Հիսուսն է թագավորում քո կյանքով։ Միայն Աստված ունի զորությունը փրկելու մարդուն եւ ունի իշխանություն կորստյան մատնելու մարդուն։ Դու չես կարող քո հորինած օրենքներով փրկել քեզ, ու չես կարող քո հորինած օրենքներով դատել մարդկանց ու վճիռներ կայացնել։ Դու իրավունք չունես վարվելու մարդկանց հետ ըստ քո կմաճույքի, եսի, հպարտության կամ հարմարության։ Կարծում ես ունես այդ իրավունքը։ Հակոբոսն ասում է. ով ես դու, ում տեղն ես քեզ դրել։ Դու հասկացել ես ով է թագավորը եւ ով է ստրուկը։ Եթե մենք իսկապես հասկանայինք, որ մեղքը դա մարդու կողմից փորձ է գրավելու Աստծո դիրքը, մերժելով նրա իշխանությունը, անարգելով նրա իշխանությունը, գուցե մենք այլ կերպ պատկերացում ունենայինք այն մասին, թե ինչպես է Աստված նայում մեր մեղավոր գործերին, մեր մեղավոր արարքներին, մեր հպարտությանը։ Մեղքը արհամարում է Աստծո շնորհն ու Աստծո ողորմածությունը, չարաշահելով այն փաստը, որ Աստված ներողամիտ է։ Բայց մենք գիտենք Աստված գերիշխան է։ Միայն նա ունի զորությունը փրկելու մարդուն կամ կորստյան մատնելու։ Ուրեմն մենք պետք է խոնարհվենք այդ մեծության առաջ։ Եթե քո օրենսգիրքը գրես ու դրանով շարժվես, ուրեմն իմացիր դու դատապարտված ես, որովհետև քո օրենքը քեզ չի կարողանալու փրկել, այն կործանելու է քեզ։ Իսկ եթե դու մեկն ես, ով Աստծո օրենսգրքով է շարժվում, ուրեմն դրանով դու վկայում ես, որ նրանն ես, նրա հետևորդն ես ճշմարտապես։ Քանի որ միայն մեկն է օրենսդիրը ու դատավորը, ապա ինչու ես փորձում քեզ դնել դատավորի դիրքում։ Հակոբոսն ասում է. դու ով ես, որ ուրիշին դատապարտում ես։ Դու դատապարտում ես մարդկանց, վերևից ես նայում, քեզ ավելի լավն ես համարում, մարդկանց ուղարկում ես դժոխք, Հակոբոսն ասում է. ով ես դու։ Հող ու փոշուց բաղկացած մեկը, ինչպես ես համարձակվում քեզ բարձրացնել, այն էլ Աստծո տեղն ես ուզում զբաղեցնել։ Սա խիստ խոսք է Հակոբոսի կողմից, որով նա ուզում է ցույց տալ մարդու ամբարտավանությունն ու հիմարությունը։ Որքան է մարդը հիմարանում, որ Աստծո դերն է ուզում վերցնել իր վրա ու լինել մարդկանց դատավոր, չարախոսող, բանսարկու։ Ուրեմն ամփոփենք, սիրելիներ, Հակոբոսը խստորեն հանդիմանում է դատապարտության մեղքը, չարախոսությունը եւ զգուշացնում է այս երեք հետևանքների մասին։ Դատապարտող մարդը անարգում է իր եղբորը, անարգում է Աստծո օրենքը եւ անարգում է Աստծո իշխանությունը։ Սիրելի քույր եղբայրներ, ուշադրություն դարձնենք մեր ունեցած փոխհարաբերություններին, հատկապես Աստծո ընտանիքի հետ։ Մի թույլ տվեք դառնության արմատը սերմամի ձեր ներսում որևէ մեկի նկատմամբ, որպեսզի դուք սխալ դատ չվարեք այդ անձի նկատմամբ։ Պողոսն ասում է ոչ ոքի ոչինչ պարտական չենք, բացի միայն միմյանց սիրելուց։ Սիրենք անաչառ կերպով, սիրենք ու ընդունենք մեր կողքի մարդկանց, մեր մերձավորին։ Հետևեք Աստծո դրած կարգերին, կերպերին, ասացներին, մի հորինեք ձեզ համար նոր սահմանադրություն, մի հորինեք ձեզ համար հարմար վարվելակերպ։ Մի բամբասեք, չարախոսեք ու մի դատապարտեք ոչ ոքի։ Ընդունեք այդ տկար մեկին, ով ինչ որ կերպ նեղացրել է ձեզ, ընդունեք այնպես, ինչպես Տերը ընդունել է նրան, եւ ընդունեք այնպես, ինչպես Տերը ձեզ է ընդունել։ Որքան մեծ է նրա ողորմությունը, որ ցուցաբերված է մեզնից յուրաքանչյուրի նկատմամբ։ Այսօր որոշում կայացրու, քայլ անելու, հաշտվելու, շփվելու, մտերմանալու նրա հետ, ում հետ առաջացել են ինչ-որ բարդություններ, կշտություն, անախորժություն, անհաշտություն։ Թույլ տանք, որ Տերը գործի մեր մեջ ու իր սիրով լցնի մեր սրտերը մեր շուրջի բոլոր մարդկանց նկատմամբ։ Չնմանվենք այս աշխարհի կերպարանքին, այս աշխարհային փոխհարաբերություններին, այլ մեզ այս աշխարհից անարատ պահենք։
որտեղ Հիսուս ասաց. «Սիրեք միմյանց, այնպես ինչպես ես ձեզ սիրեցի»։ Եկեք ոտքի վրա աղոթք անենք։ Պաշտելի մեկնավոր Սուրբ Հայր, որքան քաղցր է քո սերը, որքան մեծ է քո սերը, քո ողորմությունը մեր նկատմամբ։ Դու թույլ տվեցիր, որ մենք մի փոքր ճաշակենք քո այդ հավիտենական, անսահման, անհասանելի այդ սիրո մեծությունից, Տեր։ Դու թույլ տվեցիր, որ մեր մտքերը բացվեն ու մենք հասկանանք, թե ինչպես դու սիրեցիր մեզ, մենք որ արժան չենք, մենք որ քեզ թշնամի էինք, դու քո մեծ սերն ու քո մեծ ողորմությունը ցուցաբերեցիր մեր նկատմամբ, որտեվ Հիսուսն էր արժան, որտեվ Հիսուսը գործեց մեր համար եւ մեր փոխարեն։ Շնորհակալ ենք քո այդ մեծ սիրո համար, որը վայելում ենք։ Օգտիր, որ այդ սերը, որը վայելում ենք, մենք նաեւ լինենք այդ սերը փոխանցողներ։ Սովորեցրու մեզ քո կարգերին, քո կանոններին, քո օրենքներին, թե ինչպես մենք այդ սերը փոխանցենք, ինչպես մենք այդ սերը գործնականում գործի դնենք մեր կողքի յուրաքանչյուր մարդու նկատմամբ։ Մաքրիր մեզ աչառության մեղքից, չարախոսության բամբասանքի, դատապարտության, Տեր, տուր մեզ խոնարհություն, որ մենք նմանվենք քեզ նաև այս խոնարհության հարցում, Տեր Հիսուս։ Ինչպես դու խոնարհվեցիր եւ եկար, որպեսզի մեզ գտնես ու փրկես մեզ, Տեր։ Սովորեցրու մեզ, թե ինչ է նշանակում լինել ողորմած, ինչ է նշանակում լինել, ինչ է նշանակում ընդունել այն տկարին, հավատի մեջ տկարացածին, մեկին, ով մեր նկատմամբ է թերանում, մեղք գործում, օգտի, որ մենք չնմանենք այս աշխարհի վարվելակերպին, այլ սիրենք, բարձրացնենք մեր կողքիններին։ Օրհնիր մեզ, օրհնիր մեր քույր եղբայրներին, մեր հարաբերությունները, մեր համայնքը, շարունակիր ամրացնել մեզ քո Սուրբ Հոգով, Տեր, շարունակիր կառուցել մեր փոխհարաբերությունները, մեր միաբանությունը, որպես մեկ մարմին փոխկապակցված քո Սուրբ Հոգով կապված, Տեր, որպես մեկ մարմին գործենք եւ մեկս մյուսին լինենք պիտանի, ծառայենք, հոգ տանենք եւ բարձրացնենք, Տեր։ Տուր մեզ իմաստություն, Տեր, ճիշտ դատեր վարելու, Տեր։ Մենք կարիք ունենք քո խոսքի, մենք կարիք ունենք քո խոսքի իմաստության, որով կարողանանք մեր կյանքի բոլոր հարցերը ճիշտ դատ վարել, քեզ հաճելի կերպով, քո խոսքին համեմատ, ոչ թե մեր կարծիքը առաջ տանելով, մեր կարծիքի հետ համեմատելով եւ կռիվ ու վեճ անելով, Տեր, այլ խոնարհվենք քո ճշմարտության առաջ եւ մենք նախ ընդունենք քո ճշմարտությունը լիովին եւ մտածենք քո միտք ունենալով, Տեր Հիսուս, դատենք քո միտք ունենալով, ինչպես որ դու արդար դատաստան ես անում։ Ոստի մենք էլ այնինչ որ դու այն պատասխանատվությունը տվել ես մեզ ճիշտ դատելու, մենք հավատարիմ լինենք, օգնենք մեր քույր եղբայրներին, մեր կողքիներին ճշմարտությունը զանազանելու ստից, բայց միևնույն ժամանակ օգնիր մեզ ծուռ եւ անարդար դատերից, դատապարտումներից, մարդկանց ցածրացնելուց եւ չարախոսելուց։ Դու շարունակիր մեզ սովորեցնել, Տեր, քո խոսքից այս գանձերը, մեզ հանդիմանել մեր մեղքի մեջ, մեզ խոնարհեցնել, մեզ տալ անզուրած սիրտ հոգի ուրանալու մեր անձերը եւ ընդունելու քո թագավորությունը լիովին մեր կյանքերի վրա, որտեղ այդտեղ է մեր խաղաղությունը, օրհնությունը եւ ուրախությունը։ Դու փառավորիր մեր կյանքերում։ Հիսուսի պատվական եւ սուրբ անով ենք աղոթում։ Ամեն։